Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի ներմուծման սահմանափակումները ժամանակավորապես կասեցնելով ևս երկու հայկական ընկերության արտադրանքի հավաստագրումը, մինչև նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը, հայտնել է Ռոսսելխոզնադզորը։ Այսպիսով փաստացի դադարեցվում են Հայաստանից ձկնամթերքի բոլոր ներմուծումները։ Գործակալությունից նշել են, որ համագործակցում են հայկական կողմի հետ ռուսական շուկա մատակարարելու համար նախատեսված ձկան եւ ձկնամթերքի անվտանգությունն ապահովելու համար։ Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի, վիրավորներին է 2980-ի, հայտարարել է երկրի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը։ Որոնողական փրկարարական աշխատանքը շարունակվում է, փրկարարները փորձում են գտնել որքան հնարավոր է շատ ողջ մնացածների, զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել։ Շաբաթվա սկզբին 7.2, 7.5 եւ 4.5 մագնիտուդով հզոր ցնցումներից հետո 16 երկրից մոտ 1000 փրկարար է ժամանել Վենեսուելա, հայտնել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի խոսնակ Յենս Լյորկեն։ Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակն իր արտակարգ իրավիճակների արձագանքման ֆոնդից $15 միլիոն է հատկացրել Վենեսուելային օգնելու համար։ Եվրահանձնաժողովն էլ հայտարարել է, որ փրկարարական խմբեր եւ այլ արտակարգ օգնություն է ուղարկում Վենեսուելա։ Եվրամիության 8 երկիր էլ օգնություն է ուղարկել Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով։ Վերջին տեղեկությունների համաձայն փրկարարական գործողությունների շրջանակում այդ երկրներից մոբիլիզացվել է ավելի քան 520 մասնագետ։ Իտալիան բժշկական խումբ է ուղարկել, Լյուքսեմբուրգն առաքման համար հավաքում է հեռահաղորդակցության եւ էներգետիկ սարքավորումներ։ Բրյուսելը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է լրացուցիչ օգնություն տրամադրել Վենեսուելային, տեղում կարիքների փոփոխությանը զուգընթաց։ Միացյալ Նահանգներն Իրանի հետ բանակցություններ է վարում ամուր դիրքից եւ Թեհրանը հասկանում է դա, համոզված է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա հիշեցրել է, որ Հորմուզի նեղուցը արդեն բաց է, նաեւ վերահաստատել է իր համոզմունքը, որ աշխարհը մեծ վտանգի մեջ կլիներ, եթե Իրանը միջուկային զենք ունենար։ Շաբաթվա սկզբին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները հաջողությամբ պաշտպանում է իր շահերը Իրանի հետ բանակցություններում, քանի որ ըստ նրա Իրանը մեծ զիջումների է գնում։ Ավելին, ամերիկացի առաջնորդը Հորմուզի նեղուցում իրավիճակը բնութագրել է լավ, նշելով, որ այն բաց է նավագնացության համար։ Թրամփը նաև նշել է, որ Իրանը կարող է դառնալ նոր շուկա ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար Թեհրանի ապասառեցված ակտիվների հաշվին։ Հինգշաբթի The New York Post-ը հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հաղորդել է, որ համաձայնագրի շրջանակում Միացյալ Նահանգներում ապասառեցված իրանական միջոցները փաստացի չեն լինի Իրանի իշխանությունների տրամադրության տակ։ Վաշինգտոնը պնդում է, որ դրանք ուղղակիորեն կփոխանցվեն այն ամերիկյան ընկերություններին, որոնցից Իրանը կարող է գնել գյուղատնտեսական ապրանքներ, բժշկական սարքավորումներ եւ այլ ապրանքներ։ Սակայն Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նույն օրը հայտարարել է, որ ակտիվների ապասառեցման դեպքում Թեհրանը չի ցանկանում դրանք օգտագործել ամերիկյան ապրանքներ գնելու համար։ Ըստ իրանական լրատվամիջոցների Թեհրանը $12 միլիարդ կստանա երկու տրանշով։ Թրամփն էլ վստահեցրել է, որ ԱՄՆ-ն դեռևս որևէ ցենտ չի վճարել Իրանին, նաեւ գումար չի փոխանցել նախկինում սառեցված իրանական միջոցներից։ ՄԱԿ-ի միջազգային ծովային կազմակերպությունը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը, երբ նավերից մեկը հաղորդել է հարձակման մասին, հայտնում է Reuters-ը։ Թայվանի Evergreen Marine ընկերությունը ուրբաթ հայտարարել է, որ Օմանի մոտակայքում անհայտ օբյեկտով հարվածել են իր նավերից մեկին, որը շարժվում էր բրիտանական ռազմածովային գործակալության առաջարկած երթուղով։ Ավելի վաղ գործակալությունը հայտնել է, որ նավը խոցվել է, քանի որ նրա երթուղին չէր հաստատվել Իրանի կողմից։ Ըստ Reuters-ի միջադեպը մտահոգություններ է առաջացրել, թե արդյոք կպահպանվի Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին նախնական համաձայնագիրը։ Միացյալ Նահանգների կառավարությունը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։ Նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ եթե Իրանը չպահպանի պատերազմը դադարեցնելուն եւ նեղուցի վերաբացմանն ուղղված պայմանավորվածությունները, Միացյալ Նահանգները հավանաբար կվերսկսի ռազմական գործողությունները։ Միաժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով անցնելիս միայն Իրանի նշանակած երթուղին է անվտանգ առևտրային նավերի համար։ Կառույցն անընդունելի եւ խիստ վտանգավոր է որակել Օմանի ափերի մոտով անցնող նոր հայտարարված երթուղին, ընդգծելով, որ այն ներդրվել է առանց Իրանի իշխանությունների իմացության կամ նրանց հետ համակարգման։ Հայտարարության մեջ զգուշացվել է, որ նշանակված երթուղիներից դուրս շարժվող ցանկացած առևտրային նավ կմտնի արգելված եւ պոտենցիալ վտանգավոր տարածքներ։ Միաժամանակ նշվել է, որ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հետ համակարգումը պարտադիր է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար եւ պետք է իրականացվի ռադիոկապի միջոցով։ ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ այդ կանոնակարգերը խախտող ցանկացած նավ կբախվի համապատասխան գործողությունների։
Իսրայելն իր զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավից, քանի դեռ Հեզբոլլահը չի զինաթափվել։ Այս մասին հայտարարել է Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դավիթ Մենսերը լրագրողների հետ ճեպազրույցում։ Հայտարարությունը հնչել է Վաշինգտոնում Միացյալ Նահանգների միջնորդությամբ Իսրայելի եւ Լիբանանի միջև ընթացող բանակցությունների ֆոնին։ Իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անդրադարձել է միջազգային դաշնակիցների հետ առաջացած տարաձայնություններին, նշելով, որ հակամարտության ընթացքում Միացյալ Նահանգները ժամանակավորապես դադարեցրել էր զինամթերքի մատակարարումները։ Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախազգուշացրել են Թեհրանին։ Նեթանյահուն կրկնել է իր նախկին խոստումը թույլ չտալ, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք, հայտարարելով, որ հոշագրով թե առանց դրա Իրանը չի կարողանա միջուկային ռումբ ստեղծել, քանի դեռ ինքը պաշտոնավարում է։ Կացն էլ հայտարարել է, որ եթե Իրանը փորձի միջամտել, Իսրայելը կպատասխանի ռազմական հարվածով։ Հինգշաբթի լույս-ուրբաթ գիշերը ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ 7 Իսկանդեր-M բալիստիկ հրթիռ եւ 189 անօդաչու թռչող սարք են արձակել։ Այդ մասին նշված է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրության մեջ։ Ըստ տվյալների խոցվել է 177 թիրախ, 3 հրթիռ եւ 174 անօդաչու թռչող սարք։ Ավելի վաղ Պոլտավայի մարզի իշխանությունները հայտնել էին Կրեմենչուկին ուղղված հարվածի մասին, գրանցվել են հրթիռներով եւ դրոններով հարձակումներ արդյունաբերական օբյեկտների վրա։ Ըստ ուկրաինացի զինվորականների, ռուսական ուժերը Կիևի եւ Պոլտավայի մարզերի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ են արձակել Ռուսաստանի Բրյանսկի եւ Կուրսկի մարզերից։ Անօդաչու թռչող սարքերն արձակվել են Ռուսաստանի Կուրսկ, Օրիոլ, Բրյանսկ, Պրոմորսկո-Ախտարսկ քաղաքներից, ինչպես նաեւ գրավված Դոնեցկից եւ Գվարդեյսկից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է 12 շրջանում, Մոսկվայում, Ղրիմում եւ Սև ու Ազովի ծովերում 660 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Տուլայի մարզում հերթական հարձակման է ենթարկվել Ազոտ քիմիական գործարանը։ Տեղի բնակիչները հայտնել են քաղաքում բազմաթիվ պայթյունների, օդում ամոնիակի տարօրինակ հոտի եւ էլեկտրաէներգիայի անջատումների մասին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է ԱԹՍ-ների 47 հարձակման մասին։ Մոսկվայի Դոմոդեդովո, Վնուկովո եւ Շերեմետևո օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ Ղրիմում եւ Սևաստոպոլում արտակարգ դրություն է մտցվել։ Տեղի իշխանության տվյալով նպատակը տնտեսական դժվարությունների դեմ պայքարն է։ Դավիթ Մուրադյան, լուրեր։